Մինչև տարեվերջ ներքին գործերի նախարարությունում կձևավորվի նոր մասնագիտացված ստորաբաժանում, հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը։ Կենտրոնը զբաղվելու է ոչ միայն վիճակագրության վարմամբ, այլ նաև քրեաբանական խորը վերլուծություններով, այստեղ նաև կիրառվելու է արհեստական բանականությունը։ Ներքին գործերի նախարարությունում այժմ գործող ինֆորմացիոն կենտրոնի գործառույթների մեծ մասը կապված են հաշվառումների իրականացման, տվյալների հավաքման հետ։ Ոստիկանության գնդապետի խոսքով հանցավորության կանխարգելման համատեքստում, սակայն կարևոր է նաև տվյալների վերլուծությունը, քրեաբանական հետազոտությունների իրականացումը։ Հետազոտական կենտրոնի ձևավորումը մեզ հնարավորություն կտա ոչ թե միայն թվային պատկերներ ունենալ, թվային վերլուծություն ունենալ, այլ ավելի խորը քրեաբանական վերլուծություններ կատարել առհասարակ հանցավորության վիճակի մասին, այն թիրախային ուղղությունների մասին, որոնք առավել արդյունավետ կդարձնեն մեր հետագա կանխարգելիչ աշխատանքները։ Փոփոխությունների հիմնական շարժառիթը գործող ինֆորմացիոն կենտրոնի սահմանափակ հնարավորություններն են։ Տեղեկատվությունը մինչև այժմ հավաքվում է թղթային սկզբունքով, ապա թվայնացվում։ Առկա չեն նաև տարբեր վերլուծական եւ արհեստական բանականության գործիքներ, որոնք նախատեսում ենք առաջիկայում կիրառել։ Այդ իսկ պատճառով այժմ մեր ունեցած վերլուծական հնարավորությունները համեմատաբար սահմանափակ են։ Այս պայմաններում ինֆորմացիոն կենտրոնից ստացված տվյալները չեն արտացոլում երկրում հանցավորության իրական պատկերը, հետևաբար չեն կարող լիարժեք կիրառվել հանցավորության կանխարգելման քայլերը որոշելիս։ Վարդան Վարդանյանի խոսքով հանցավորության կանխարգելման արդյունավետ քաղաքականության մշակման համար համապարփակ վերլուծական տվյալներն առաջնային են։ Այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա, մենք նոր կենտրոնում նախատեսում ենք նաև հանցագործություն կատարած անձի հետագծելիությունը ապահովել, այսինքն հանցագործություն կատարած անձը սկսած քրեական պատասխանատվության ենթարկվելուց մինչև պատիժ կրել եւ դրանից հետո ընդհանուր առմամբ նոր կենտրոնը պետք է մեզ հնարավորություն տա վերլուծել հանցագործություն կատարած անձի վարքագիծը եւ հետագայում նաև վերլուծության արդյունքում հնարավորություն տա մեզ դիտարկել այն թիրախները, որոնց ուղղությամբ պետք է կատարել կանխարգելիչ աշխատանքներ։ Նոր կենտրոնի գործունեության հիմքում Եվրոպական միության փորձն է։ ԵՄ երկրներում նման կենտրոնների աշխատանքն իրականացվում է 3 փուլով՝ տվյալների հավաքում, հետազոտություն ու վերլուծություն, ապա քաղաքականության մշակում եւ առաջարկությունների ներկայացում։ Նույն տրամաբանությամբ է աշխատելու նաև ստեղծվող կենտրոնը։ ԵՄ չափանիշներին համապատասխան հանցավորության վերաբերյալ տվյալների հավաքագրումը եւ վերլուծությունը, ինչպես նաև դրա հիման վրա քաղաքականության մշակումը սկզբունքային նշանակություն ունեն նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների իրականացման տեսանկյունից, հատկապես վիզաների ազատականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող միջոցառումների համատեքստում, քանի որ բխում են հանցավորության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի, ինչպես նաև հանրային անվտանգության բարձր մակարդակ ապահովելու անհրաժեշտությունից։ Նոր ստորաբաժանումը կդառնա հանրապետական նշանակության կենտրոն, հավաքելով ոչ միայն ոստիկանության, այլև մյուս իրավապահ մարմինների տվյալները։ Այս տարվա 9 ամսում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը նվազել է 0.7%-ով։ Սրանք վիճակագրական տվյալներ են, որոնք ըստ Վարդան Վարդանյանի հնարավոր է համեմատել նախորդ տարիների վիճակագրության հետ։ Այն սակայն բավարար չէ հասկանալու համար, թե ինչ պատճառների եւ պայմանների ազդեցությամբ է հանցագործությունների քանակը աճել կամ նվազել։ Հանցավորության վիճակագրության եւ հետազոտական կենտրոնը ստեղծվելու է այս եւ մի շարք այլ հարցերին պատասխաններ տալու համար։ Քրիստինե Թորոսյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։